Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ եմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Adnaklassnik-ում, TikTok-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ из срды նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди, разговаривают, понимают только русский язык, разговаривает на русском. Вы можете давать ваши вопросы на русском, я с вашим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса, финансы, личные отношения, здоровье, наличие негатива. Я с вашим удовольствием и на ваши вопросы буду отвечать. Ինչպես գիտեք, սիրելի ունկնդիրներ, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, առողջական, նեգատիվի թուղթուգրի առկայություն։ Իմ ուղիղ եթերները իրենք շատ ունիկալի, ունիվերսալ ուղիղ եթերներ են, յուրահատուկ ուղիղ եթերներ են, որտեղ ես պատասխանում եմ նաև այդ հարցերին։ Եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա թուղթուգիրն է կամ որևէ տեսակի այլ նեգատիվի առկայությունն է, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Սկսենք մեր ուղիղ եթերը, սիրելիներս, տվեք ձեր հարցերը։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ալվինա 55 տարեկան անձնական։ Ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալվինայի համար։ Ալվինա 55 տարեկան անձնական։ Սիրելի Ալվինա, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, կա խնդիրներ, ոնց որ անձնականը ամբողջովին գլխի վրա տարած լինի։ Գիտեք ինչ, սիրելի Ալվինա, ցույց է տալիս, որ կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, կա ինչ-որ նեգատիվ, որ չի թողնում, որ դուք շուրջ քաշեք։ Ձեզ թվում է դուք էսե արդեն անձնական հաջողություն կունենաք, ֆինանսական հաջողություն կունենաք, բայց այստեղ ցույց է տալիս վազքը շատ է, արդյունքը ապարդյուն է ձեր վազքը, ոնց որ ապարդյուն էներգիա եք կորցնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Ալվինա, մաքրվեք, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Ցույց է տալիս անտեղի անիմաստ ժամանակի կորուստ։
Մերի 45 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 45 տարեկան անձնական, Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է ինչ երազակ նպատակ, որ ունեք, ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր երազակը նպատակը կատարվելու է։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր տեմպ ասում է հաջողության ժամանակահատված։ Հայք Լիլիթ, միասին կլինեք, թե ոչ։ Հայք Լիլիթ, միասին կլինեք, թե ոչ։ Տեսնեք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հայկի և Լիլիթի համար։ Հայք Լիլիթ։ Ոչ սիրելի Հայք, սիրելի Լիլիթ, ես չեմ տեսնում միասնություն, որովհետև կա նեգատիվ, որը չի տոնում, որ ոչ Հայկը երջանիկ լինի, ոչ էլ Լիլիթը երջանիկ լինի, դա կապ չունի Հայկը և Լիլիթը իրար հետ են լինելու, թե ոչ։ Դիմեք էքստրասենսի, սիրելի Հայկ, սիրելի Լիլիթ, այս նեգատիվը ձեր վրայից որ մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի միություն, հնարավոր է, որ լինի անձնական երջանկություն։ Կարինե 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 21 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Կարինա, ինչ որ վախեր ունեք։ Ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ խնդիրներ են եղել, որի պատճառով դուք հոգեբանական դժվարության առաջ եք կանգնել։ Սիրելի Կարինե, բայց այդ իրավիճակը ոչ թե սովորական իրավիճակ է, այստեղ ցույց է տալիս, որ ձեր վրա կա գործողություն, ձեր անձնականը փակված է։ Դուք վախենում եք գործողություն կատարեք, դուք վախենում եք քայլ կատարեք, որի պատճառով ձեր անձնականը անընդհատ փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Կարինե, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն, եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Իսկ եթե չմաքրվեք, ընդհակառակը կլինեն վախեր, հնարավոր է հոգեբանական խնդիրներ ընկնեք դեպրեսիայի մեջ։ Ձեր վրա կատարված կես թուղթուկիր կա, շատ վտանգավոր թուղթուկիր կա, որը փակում է ձեր եւ անձնականը եւ գործնականը։ Роберт 28 տարեկան, посмотрим, что ждет. Роберт 28 лет. Что ждет? Дорогой Роберт, показывает, что перед вами откроются дороги. И в личной жизни у вас будет все нормально, все отлично. И в финансовой сфере. Даже если есть проблемы, дорогой Роберт, вы из этих проблем видите победителей. Все у вас будет нормально, все у вас будет отлично. Перед вами откроются двери, перед вами откроются возможности. Լիլիթ 21 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 21 տարեկան աշխատանք։ Վախեր ունեք, սիրելի Լիլիթ։ Բայց մի վախեցեք եւ ձեր անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, դռները թակեք, այս դուրը չի բացվում, մյուս դուրը 100% բացվելու է։ Դուք եւ գործնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում կունենաք հաջողություն, կունենաք լավ աշխատանք, սիրելի Լիլիթ։ Ռոզա 42 տարեկան,
Ռոզա 42 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոզայի համար։ Ռոզա 42 տարեկան անձնական։ Սիրելի Ռոզա, ձեր վրա կա անեզքը, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր ազնագանը փակված է, ձեր գործնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռոզա, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի անձնական։ Ձեր ազնագանը անընդհատ փլուզվում է։ Ընդհանրապես, սիրելի Ռոզա, ոչ մի ավարտի հասցրած ոլորտ չկա, ձեր բոլոր ոլորտները խնդիրներով են, ձեր բոլոր ոլորտները թերի և անավարտ են, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, սիրելի Ռոզա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն։ Լիլիթ 27 տարեկան անձնական ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 27 տարեկան անձնական ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, և անձնական, և ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հուսահատվեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացում է ճանապարհներ, և անձնական ոլորտում է լինելու հաջողություն, և ֆինանսական ոլորտում, սկզբից ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հետագայում դրա հետ կապված նաև անձնական ոլորտում կունենաք հաղթանակներ և ձեր երազանքները կկատարվեն։ Սաթեն 40 տարեկան աշխատանք։ Սաթեն 40 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սաթենիկի համար։ Սաթեն 40 տարեկան աշխատանք։ Սիրելի Սաթեն, ձեր աշխատանքի ոլորտում կլինի հաջողություն, եթե աշխատանք չունեք, կունենաք աշխատանքի առաջարկություն, կունենաք աշխատելու հնարավորություն, եթե աշխատավարձն է քիչ կլինի աշխատավարձի բարձրացում, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, ցույց է տալիս, որ ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ոչ թե դուք եք ուրիշի ձեռքին նայելու, այլ դուք եք շատ մարդկանց օգնելու և հասնելու ձեր և աշխատանքային ոլորտում, ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Ռազմուհի 41 տարեկան հնարավորություն կա ամուսնության, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Ռազմուհի 41 տարեկան հնարավորություն կա անձնական երջանկություն ունենալու, թե ոչ։ Ռազմուհի 41 տարեկան։ Սիրելի Ռազմուհի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա խարտանք, որի պատճառով չկա ամուսնություն։ Դուք դեռ ժամանակ ունեք երջանիկ լինելու, դուք դեռ ժամանակ ունեք ամուսնանալու, ընտանիք կազմելու։ Սիրելի Ռազմուհի, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռազմուհի, և հնարավոր է, որ լինի ամուսնություն, հնարավոր է լինի անձնական երջանկություն, քանի կա այս նեգատիվը, սիրելի Ռազմուհի, չի լինի ամուսնություն։
Հայք 18 տարեկան անձնական Հայք 18 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար Հայք 18 տարեկան անձնական Սիրելի Հայք ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեզք, եւ անձնական դեպակ, եւ գործնական դեպակ։ Ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, ձեզ թվում է, թե դուք կարողանաք այս խնդիրները հաղթահարել դուրս գալ, ոչ սիրելի Հայք, ընդհակառակը կունենաք ժամանակի կորուստ։ Կլինի հիասթափություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Այս նեգատիվը ամբողջովին ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է։ Սիրելի Հայք, Մխիթար 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մխիթարի համար։ Մխիթար 33 տարեկան Կա խնդիրներ, սիրելի Մխիթար Սիրելի Մխիթար, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, եւ անձնական դեպակված, եւ գործնական դեպակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մխիթար, եւ դուք կունենաք եւ անձնական հաջողություն, եւ ֆինանսական հաջողություն, քանի կա այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է, դուք ինչին ձեր եք տալիս, դա քանդվում է, սիրելի Մխիթար։ Գոր 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար, Գոր 34 տարեկան, Կա խնդիրներ, սիրելի Գոր, եւ պետական դռների հետ, եւ ֆինանսական դռների հետ, սիրելի Գոր, ճիշտ է, կա խնդիրներ եւ պետական դռների հետ, եւ ֆինանսական, եւ իրավական դռների հետ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր դեմ բացում է հնարավորություններ, ձեր դեմ բացում է ճանապարհներ, հաղթանակներ է լինելու եւ ֆինանսական ոլորտում, երջանկություն է լինելու, հաջողություն է լինելու, հաղթանակներ է լինելու, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով։ Սուսաննա 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար, Սուսաննա 20 տարեկան, Կա խնդիրներ, սիրելի Սուսաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, մի հիասթափվեք, մի վախեցեք, ձեր դեմ բացում է ճանապարհներ։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սուսաննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Թատուլ 33 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թատուլի համար, Թատուլ 33 տարեկան, Կա խնդիրներ, սիրելի Թատուլ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում սիրելի Թատուլ լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Թատուլ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։
Ժաննա Սամվել, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժաննայի և Սամվելի համար, Ժաննա Սամվել, Սիրելի Ժաննա, սիրելի Սամվել, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուղիր, որը փակում է ձեր և անձնական ոլորտը, և ֆինանսական ոլորտը, նաև հնարավոր է առողջական խնդիրներ։ Սիրելի Ժաննա, սիրելի Սամվել, ինչքան հնարավոր է շուտ ձեր ազատվեք այս նեգատիվից, որովհետև հնարավոր է փլուզում, հնարավոր է խնդիրների ավելի բարդացում, հնարավոր է վտանգավոր իրավիճակներ։ Սիրելի Ժաննա և սիրելի Սամվել, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք, դուք զարգանաք, դուք անընդհատ պրոբլեմների մեջ եք։ Մեր պրոբլեմը դեռ չհաղթահարած մյուս պրոբլեմի մեջ եք, և դա քանի գնա, այնքան կվատանա։ Անպայման մաքրվեք, սիրելի Ժաննա, սիրելի Սամվել, Արփի 36 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփիի համար, Արփի 36 տարեկան, կա խնդիրներ սիրելի Արփի, և ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Գիտեք ինչ, սիրելի Արփի, չնախատեսված ձևով ճանապարհներ է բացվում, չնախատեսված ձևով։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Արփի, դուք այդ խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացում է հաջողության ճանապարհ, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ։ Արթուր Արմինե, կզանգի Արթուրը թե ոչ։ Արթուր Արմինե, զանգ կլինի, լուր կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Արթուր Արմինե, կա խնդիրներ, սիրելի Արթուր, սիրելի Արմինե, այո, կզանգի։ Ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց անհավաղ կզանգի, դուք կտեսնեք, դուք կլսեք, դուք կկապնվեք, կզանգի։ Ռուզիկ 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզիկի համար, Ռուզիկ 28 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Ռուզիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի հիասթափվեք, և անձնական ոլորտում է լինելու է հաջողություն, և գործնական ոլորտում է լինելու հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ, ուղղակի որոշակի համբերություն։ Սիրելի Ռուզիկ, դուք հաջողություն եք ունենալու ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եթե խնդիր եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Թինա 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թինայի համար, Թինա 32 տարեկան անձնական, սիրելի Թինա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Թինա, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի ֆինանսական, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք անպայման էքստրասենսի, սիրելի Թինա, որովհետև ցույց է տալիս, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է խնդիրներ, լինելու է պրոբլեմներ, ձեր բոլոր չակրաները փակված են, սիրելի Թինա, Գոհար 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար,
Գոհար 34 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Գոհար բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Գոհար, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դրանք թողնում եք անցյալում, ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացում է հնարավորություններ սիրելի Գոհար, ինչ երազանք նպատակ, որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, հատկապես անձնական ոլորտում։ Գայանե 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 34 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Գայանե ձեր անձնական ոլորտում, բայց ցույց է տալիս, որ սիրելի Գայանե, ձեր վրա չկա անեսք, բայց ձեր վրա կա նավս, այդ նավսը ավելի ուժեղ է, քան անեսն ու թուղթուգիրը, ինչին ձեռ եք տալիս, սիրելի Գայանե, ինքը անընդհատ քանդվում է, դուք ոչ թե առաջ եք գնում, այլ հետընթաց եք ունենում, եւ անձնական ոլորտի խնդիրներով, եւ գործնական ոլորտը, սիրելի Գայանե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք պաշտպանություն, որպեսզի լինի անձնական, դուք ինչ որ պետք է ստացվի ձեր անձնականը չի ստացվում, պետք է ձեր գործնականը հաջողություններ ունենա, չի ստացվում, քանդվում է, չեք կարողանում առաջ գնալ, ձեր կյանքը անընդհատ ոնց որ թռիչք բարձրություն լինի, սիրելի Գայանե, դուք արդեն հոգնել եք այդ թռիչք բարձրությունը կատարելուց, արգելափակոցները անցնելուց, անպայման մաքրվեք, դրեք պաշտպանություն եւ կլինի անձնական եւ կլինի գործնական հաջողություն, Գուրգեն 18 տարեկան անձնական, Գուրգեն 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գուրգենի համար, կա խնդիրներ սիրելի Գուրգեն պետական դռների հետ, գիտեք ինչ սիրելի Գուրգեն, ձեր անձնական ոլորտում կա խնդիր, փակում է ձեր անձնականը, պետական դռների հետ կարող է լինի խնդիրներ, հնարավոր է դա իրավական դռների հետ կապված, հնարավոր է զինվորական դռների հետ կապված, գիտեք ինչ սիրելի Գուրգեն, ձեր վրա կա մագիա, եթե դուք ուշադրություն դարձնեք, ձեր հայրական ազգը ամբողջովին անեզքի տակ է, եթե ունեք հորեղբայրներ, հորաքույրներ, ուշադրություն դարձրեք, այնտեղ խնդիրներ կան, անձնականը չի ստացվում, երեխաները մախանում են, մեկը երկուս չի դառնում, սիրելի Գուրգեն, այդ մագիան, այդ կաղարտանքը փակում է ձեր հաջողության ճանապարհը, եւ անձնական, եւ ֆինանսական, անընդհատ խնդիրներ, պրոբլեմներ, դուք դեռ երիտասարդ եք, սիրելի Գուրգեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այդ նեգատիվը քանդեք, այդ նեգատիվը մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Վարդուի 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդուհու համար, Վարդուի 18 տարեկան, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, գրացվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք, Վարդուի 18 տարեկան, Անձնական ոլորտում ոնց որ խնդիրներ է եղել, սիրելի Վարդուի, ձեր անձնական ոլորտը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, սիրելի Վարդուի, որի պատճառով ոչ անձնական դես ստացվում, ոչ էլ գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն, այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ դարձնում է զրո, դարձնում է ավերակ։
Տոմական անեսք կա ձեր վրա, սիրելի վարդուի, Գոր 22 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար, Գոր 22 տարեկան, Գոր 22 տարեկան, Սիրելի Գոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում հաջողություններ, հաղթանակների հետևից, եթե նույնիսկ խնդիրներ կա սիրելի Գոր, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հաղթարշավ է սկսում ձեր կյանքի մեջ, հաջողություններ է սիրելի Գոր։ Ինեսա 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ինեսայի համար, Ինեսա 21 տարեկան, Սիրելի Ինեսա ձեր վրա կա տոմական անեսք, որի պատճառով փլուզվում է եւ անձնականը, փլուզվում է եւ ֆինանսականը, դուք էներգիա եք կորցնում, կարող է ունենալ առողջական խնդիրներ։ Սիրելի Ինեսա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի ֆինանսական։ Քանի կա այս նեգատիվը, ամեն ինչ փակում է սիրելի Ինեսա։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Մարինե Հովանես, Մարինե Հովանես, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի եւ Հովանեսի համար։ Մարինե Հովանես, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Մարինե, սիրելի Հովանես, կա խնդիրներ, կա դժվարություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, սիրելի Մարինե, սիրելի Հովանես, բայց ցույց է տալիս, որ դա ժամանակավոր է, ճիշտ է խնդիրներ կա, ճիշտ է դժվարություններ կա, բայց դուք հնարավորություն կունենաք այդ իրավիճակները հաղթահարելու, դուրս գալու, ոնց որ դժվարության ժամանակահատված է, բայց սկսվելու է նաեւ հաջողության ժամանակահատվածը։ Մի հիասթափվեք, մի վախեցեք, մի հուսահատվեք, առաջ գնացեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Լիաննա 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար, Լիաննա 33 տարեկան, Լիաննա 33 տարեկան, Սիրելի Լիաննա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա խարտանք, եւ անձնական դե փակված, եւ գործնական դե փակված, գիտեք ինչ, դուք այնպիսի իրավիճակի մեջ եք կանգնած, որ ընդհանրապես էներգիա չկա, կա առողջական խնդիր, կա հոգեբանական խնդիր, կա դեպրեսիա, կա անքնություն, ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ փլուզվում է, սիրելի Լիաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ռադիկ 21 տարեկան, կաշխատեք ավիացիայում, թե ոչ, Ռադիկ 21 տարեկան, կաշխատեք ավիացիայում, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռադիկի համար, Ռադիկ 21 տարեկան, կաշխատեք ավիացիայում, թե ոչ, այո, սիրելի Ռադիկ, դուք ավիացիայում կաշխատեք էլ, առաջ էլ կգնա, կբարգավաճեք, այո, սիրելի Ռադիկ, դուք կաշխատեք ավիացիայում։
Ռուզան 43 տարեկան անձնական Ռուզան 43 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռուզանի համար Ռուզաննա 43 տարեկան անձնական Սիրելի Ռուզաննա ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա տոհմական անեսք Եվ անձնական դեպակված և գործնական դեպակված դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքից և կլինի անձնական և կլինի ֆինանսական Սիրելի Ռուզաննա ձեր մոտ ամեն ինչ փակված է որովհետև տոհմական անեսք կա Միքայել 23 տարեկան անձնական Միքայել 23 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միքայելի համար Միքայել անձնական Սիրելի Միքայել ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Միքայել ձեր երազանքները նպատակները կատարվելու են սկզբից հաջողություն կլինի ֆինանսական ոլորտում հետագայում նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություններ և հաղթանակներ Լիաննա 23 տարեկան տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար Լիաննա 23 տարեկան կա խնդիրներ սիրելի Լիաննա և անձնական ոլորտում գիտեք ինչ սիրելի Լիաննա ձեր մայրական ազգը անեծքի տակ է որը փակում է ձեր և անձնականը փակում է և ձեր գործնականը դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն սիրելի Լիաննա դուք դեռ երիտասարդ եք մաքրվեք որպեսզի լինի հաջողություն այդ նեգատիվը այդ մագիան փակում է ձեր հաջողության երջանկության ճանապարհը շնորհակալ եմ նվերների համար շնորհակալ եմ լայքերի համար Անի 23 տարեկան տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար Անի 23 տարեկան Անի 23 տարեկան Սիրելի Անի կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, բայց մի վախեցեք, դա ժամանակավոր է ձեր և անձնական ոլորտում, նաև ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Անի, ձեր երազանքը նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս սիրելի Անի և անձնական ոլորտում և գործնական ոլորտում, Անուշ 47 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար, Անուշ Սիրելի Անուշ, հաջողություն է ցույց տալիս Ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Անուշ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր բացվում է ճանապարհներ։ Լարիսա 60 տարեկան, տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լարիսայի համար։ Լարիսա 60 տարեկան։ Սիրելի Լարիսա, ցույց է տալիս, որ հաջողություններ կա, հնարավորություններ կա, հաղթանակներ կա, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Սվետլանա 19 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Սվետլանա 19 տարեկան։
Սիրելի Սվետլանա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն, եւ գործնական, եւ ֆինանսական, եւ անձնական, սկզբից ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն, հետագայում հաջողություններ կունենաք նաեւ անձնական ոլորտում։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Սվետլանա։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից հաջողությամբ դուրս եք գալիս։ Նազելի 37 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար։ Նազելի 37 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Նազելի, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, սիրելի Նազելի, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ կլինի երջանկություն, քանի կա այս կախարդանքը, այս մագիան, սիրելի Նազելի, խնդիրները քանի գնան, այնքան կշատանան, այնքան կբարձրանան։ Լևոն 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար։ Լևոն 19 տարեկան։ Սիրելի Լևոն, ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Լևոն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սկզբից հաղթանակ է լինելու ձեր գործնական ոլորտում, հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում։ Հաջողություններ է ցույց տալիս։ Արեգ 34 տարեկան, գործից կհեռացնեն, թե ոչ։ Արեգ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեգ 34 տարեկան, աշխատանքից կհեռացնեն, թե ոչ։ Աշխատանքից կզրկվեք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արեգ, բայց ոչ, չեմ տեսնում, ճիշտ է կա խնդիրներ, կա դժվարություններ, կա բարդություններ, բայց նաև կա երկ, կա հնարավորություն, չեմ տեսնում աշխատանքից հեռացում, կլինի խնդիրներ, դժվարություններ, բայց աշխատանքից հեռացում չեմ տեսնում, սիրելի Արեգ, շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար, Վահե Վարդուհի, կմիանաք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի եւ Վարդուհու համար։ Վահե Վարդուհի, կմիանաք, կհաշտվեք թե ոչ։ Վահե Վարդուհի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չի լինի հաշտություն, որի պատճառով չեք էլ կարողանա անհատական ձեր անձնականները դասավորել, որպեսզի լինի միացում սիրելի Վահե, սիրելի Վարդուհի, որպեսզի լինի անձնական երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաեւ կլինի միացում։ Անչափահասներին չեմ նայում։ Դավիթ 54 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։
Դավիթ 54 տարեկան Սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, եւ ազնական խնդիրներ կա, եւ գործնական խնդիրներ կա, եւ առողջական խնդիրներ կա։ Սիրելի Դավիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի առողջություն։ Սիրելի Արթուր, սիրելի Գայանե, գրեք ձեր տարիքը։ Արթուր, տարիքը, Գայանե, տարիքը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Կոյրում Հրիփսիմե 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի համար։ Հրիփսիմե 39 տարեկան անձնական Սիրելի Հրիփսիմե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդան, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր մոտ ամեն ինչ փակ է, ոչ ազնական կա, ոչ ֆինանսական կա, խնդիրներ, պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հրիփսիմե, նոր կլինի հաջողություն, նոր կլինի երջանկություն։ Գայանե Արթուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի եւ Արթուրի համար։ Գայանե Արթուր Սիրելի Գայանե, սիրելի Արթուր, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվում եք, ինչ երազակ նպատակներ որ կա, ձեր երազակ նպատակները կատարվելու են։ Լիլիթ 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 23 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց մի վախեցեք, մեկ հիասթափվեք, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի վախեցեք, մի հիասթափվեք։ Բարև ձեզ։ Լիլիթ 29 տարեկան Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար Լիլիթ 29 տարեկան Սիրելի Լիլիթ, կա խնդիրներ, կա վախեր, կա պրոբլեմներ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում Վախենում եք առաջ գնաք, որովհետև ցույց է տալիս, որ ինչ-որ խնդիրներ է եղել, պրոբլեմներ է եղել։ Գիտեք ինչ, սիրելի Լիլիթ, այդ խնդիրները, այդ պրոբլեմները ժամանակավոր են, այդ խնդիրները, այդ պրոբլեմները անցողիկ են, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, դուք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ունենալու եք հաջողություն, ունենալու եք հաղթանակներ, ձեր երազանքները բոլորը կատարվելու են ուղղակի որոշակի ժամանակ։ Նարինե 52 տարեկան տուն կունենաք թե ոչ։ Նարինե 52 տարեկան տուն կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։
Սիրելի նարինե ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, չեմ տեսնում, որ տուն ունենաք։ Այս թուղթուգիրը, այս նեգատիվը փակում է ձեր տուն ունենալու, ձեր բոլոր հաջողությունների ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է եւ տուն լինի, եւ երջանկություն լինի, եւ հաջողություն լինի, որովհետեւ այս մագիան, այս կախարդանքը ձեր կյանքի, ձեր դեմ բոլոր ճանապարհները փակում է եւ դիսինքյան տուն ունենալու հնարավորություններ է դառնալու 0 Հրիփսիմե հայք, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի եւ հայկի համար։ Հրիփսիմե հայք։ Սիրելի Հրիփսիմե, սիրելի հայք, հաջողություն է ցույց տալիս, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Հրիփսիմե, սիրելի հայք, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Ասեք, լսում եմ։ Գագո 38 տարեկան ազնագան։ Տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Գագիկի համար։ Գագիկ 32 տարեկան ազնագան։ Կա խնդիրներ, սիրելի Գագիկ, եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրներից, պրոբլեմներից դուք կկարողանաք դուրս գալ, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի վախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք եւ ձեր դեմ բացվելու է դռներ։ Լուսիկ 62 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լուսիկի համար։ Լուսիկ 62 տարեկան։ Սիրելի Լուսիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, կա առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է, ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ եւ պրոբլեմներ է առաջացնում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պալաստան 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Պալաստանի համար։ Պալաստան 42 տարեկան անձնական։
Սիրելի բալասան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ փաստվում է հաջողության, երջանկության ժամանակահատված։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք ձեր անձնական ոլորտի հետ կապված, սիրելի բալասան, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Սոնա 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սոնա 34 տարեկան անձնական։ Սիրելի Սոնա, ձեր անձնական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Սոնա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր լայքերի, ձեր նվերների։ Դավիթ 54 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 54 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Դավիթ։ Սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, եւ անձնական ներփակված, եւ ֆինանսական ներփակված, եւ գործնական ներփակված, կա նաեւ առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Դավիթ, մաքրվեք այս նեգատիվից, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սևադա 45 տարեկան, ինչ է սպասվում։ Սևադա 45 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սիրելի Սևադա, հաջողություն է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս, եթե նույնիսկ կան խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ուղղակի մի քիչ համբերություն, մի քիչ ժամանակ։ Սիրելի Սևադա, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Էրիկ 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էրիկի համար։ Էրիկ 26 տարեկան։ Էրիկ 26 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Էրիկ, ձեր անձնական ոլորտում, ինչ-որ վախեր կա, պրոբլեմներ կա։ Գիտեք ինչ, սիրելի Էրիկ, դժվարություններ կա, բայց այստեղից է տալիս, որ դուք հնարավորություն ունեք այդ դժվարությունները հաղթահարել։ Կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, բայց նաեւ ցույց է տալիս, որ դուք հնարավորություն ունեք այդ խնդիրներից ազատվել։ Ճիշտ է, մենակ եք ձեր կողմը բացի Աստծուց ոչ մեկը չկա, բայց դուք հնարավորություն ունեք այդ խնդիրներից ձեր ազատվել, ձեր դեմ կբացվի եւ հաջողություն անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Հույսը ձեր վրա դրեք եւ առաջ գնացեք, Աստված ձեր կողքն է, ամեն ինչ լավ կլինի, սիրելի Էրիկ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Կայանե 44 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Կայանե 44 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Կայանե,
բայց այդ խնդիրները ժամանակավոր են, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Դուք եկեք հասել եք այնպիսի ժամանակահատվածի, որ նեղությունը, դժվարությունը թողնում եք հետ եւ ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Սիրելի կայան է, ինչ երազակ նպատակ որ ունեք, ձեր երազակները, նպատակները կատարվելու են։ Էմմա 18 տարեկան անձնական Էմմա 18 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էմմայի համար Սիրելի Էմմա ձեր անձնական ոլորտում, ձեր ընտանեկան ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է ամուսնություն, ինչ երազանք եւ նպատակ որ ունեք սիրելի Էմմա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Աննա 34 տարեկան անձնական Աննա 34 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար Աննա 34 տարեկան անձնական Սիրելի Աննա ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեսք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի, ձեր ճանապարհը փակում է այս նեգատիվը, սիրելի Աննա Արձոմ 30 տարեկան ամուսնություն կլինի, թե ոչ Արձոմ 30 տարեկան ամուսնություն կլինի, թե ոչ Արձոմ 30 տարեկան ամուսնություն կլինի, թե ոչ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արձոմի համար Կլինի հաջողություն Փակում է, չէ, սիրելի Արձոմ, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում խնդիրներ կա, պրոբլեմներ կա։ Ցույց է տալիս, որ պետք է գա, պետք է ստացվի, բայց չի ստացվում, որովհետեւ այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Ձեր մոտ իրոք ոչ ամուսնություն է ստացվում, ոչ ֆինանսական հաջողություն է սպասվում, եթե ինչ-որ գործողություններ ցանկանում ես կատարվել, չի ստացվում։ Սիրելի Արձոմ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Արձոմ։ Փակված է։ Ռադիկը 41 տարեկան անձնական Ռադիկ կամուսնանա, թե ոչ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռադիկի համար Սիրելի Ռադիկ, այո, կլինի ամուսնություն, կլինի երջանիկ ամուսնություն, սիրելի Ռադիկ, կլինի երջանիկ ամուսնություն։ Անչափահասներին չեմ նայում, սիրելիներս, շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Լիլիթ Հարութ, բաժանում կլինի, թե ոչ։ Լիլիթ Հարութ բաժանում կլինի, թե ոչ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը
ոչ չեմ տեսնում բաժանում, չեմ տեսնում կարող է խնդիրներ լինի, խնդիրներ լինի, բայց դուք այդ խնդիրներից, խնդիրներից դուրս կգաք, սիրելի Լիլիթ, սիրելի Հարութ, բաժանում ցույց չի տալիս։ Վահե 47 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։ Վահե 47 տարեկան։ Սիրելի Վահե, եւ անձնական երջանկություն է ցույց տալիս եւ ֆինանսական հաջողություն է ցույց տալիս, ընդհանրապես եթե կա խնդիրներ, խնդիրներ, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհը, սիրելի Վահե, հաջողություն է ցույց տալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների։ Ռուստամ 26 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուստամի համար։ Ռուստամ 26 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Ռուստամ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ռուստամ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սերոժ 30 տարեկան, կամ ուստանա այս տարի, թե ոչ։ Սերոժ 30 տարեկան, կամ ուստանա այս տարի, թե ոչ։ Սիրելի Սերոժ, այո, ամուսնություն կլինի եւ երջանիկ ամուսնություն կլինի։ Ձեր բոլոր երազանքները, սիրելի Սերոժ, ձեր բոլոր երազանքները կկատարվեն։ Հասմիկ 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 20 տարեկան։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեզք, հատկապես ձեր հայրական ազգն է փակ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Հասմիկ, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, սիրելի Հասմիկ, ամեն ինչ, անհապաղ դիմեք էքստրասենսի։ Հասմիկ 50 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 50 տարեկան, առողջական։ Հասմիկ 50 տարեկան, առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ։ Ճիշտ է, կա առողջական խնդիրներ, նաև կա բակինում, կա առողջացում, դիմեք բժիշկներին, կատարեք բժիշկների ցուցումը եւ կլինի աբակինում, կլինի լավացում։ Արզուման 65 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արզումանի համար։
Արզուման 65 տարեկան։ Սիրելի Արզուման, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, սիրելի Արզուման, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացում է հնարավորություններ։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արզուման, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ, Անի վրեժը ձեզ կզանգի, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզեր կա, ձեր կապը կշարունակվի, թե ոչ, Անի վրեժ, ձեր կապը կշարունակվի, թե ոչ, կա խնդիրներ սիրելի Անի, սիրելի վրեժ, այո, ձեր կապը կշարունակի, թե դուք կզանգեք, թե վրեժը կզանգի, դա կարևոր չի, բայց ձեր կապը կշարունակվի, դուք իրար կողք կլինեք, սիրելի Անի, սիրելի վրեժ։ Բարև ձեզ, Ֆրիդա 23 տարեկան, գործնական։ Ֆրիդա 23 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ֆրիդայի համար։ Կա խնդիրներ սիրելի Ֆրիդա։ Կա խնդիրներ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որը փակում է եւ ձեր ֆինանսականը, փակում է եւ ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս մագիայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Արևիկ 22 տարեկան, երբ երեխա կունենաք, Արևիկ 22 տարեկան, երբ երեխա կունենաք։ Սիրելի Արևիկ, ուշադրություն դարձրեք, ձեր վրա կա նեգատիվ, ձեր ազգի վրա կա նեգատիվ, որը հնարավոր է, որ չթողնի լինի երեխա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Արևիկ, դուք դեռ երիտասարդ եք, հնարավորություններ կլինի երեխա ունենալու, այս նեգատիվը կփակի ձեր երեխա ունենալու ճանապարհը, այս նեգատիվը կփակի, սիրելի Արևիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից։ Դավիթ 24 տարեկան, անձնական։ Դավիթ 24 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 24 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ սիրելի Դավիթ, բայց գիտեք ինչ սիրելի Դավիթ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Սկզբից ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հետո նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, մի խուսափվեք, առաջ գնացեք, ձեր դեմ ճանապարհներ կբացվի, ձեր դեմ հնարավորություններ կբացվի եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 33 տարեկան անձնական։
Կա խնդիրներ, սիրելի արձում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, Աստվածային ուժերը ձեր կողքին են, ձեզ հետ են, ձեզ հետևում են, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի արձում, ձեր երազանք նպատակները կատարվելու են։ Մերի 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 42 տարեկան, Սիրելի Մերի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակներ որ ունեք, սիրելի Մերի, ձեր ընտանիքի համար, ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Նորա 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նորայի համար, Նորա 41 տարեկան, Նորա 41 տարեկան, կա խնդիրներ սիրելի Նորա, եւ գործնական եւ ֆինանսական ոլորտում, բայց իմացեք, որ այդ խնդիրները ժամանակավոր են։ Մի քվախեցեք, մի հիասթափվեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակները կատարվելու են։ Նաիրա 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նաիրայի համար, Նաիրա 34 տարեկան, սիրելի Նաիրա, հաջողություն է ցույց տալիս եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Սյուզի 32 տարեկան անձնական, Սյուզի 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար, Սյուզի 32 տարեկան անձնական, սիրելի Սյուզի, ձեր վրա կատոմական անեսք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզի, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Վանուհի 35 տարեկան անձնական, Վանուհի 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վանուհու համար, կա խնդիրներ սիրելի Վանուհի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներն ու պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ, ուղղակի որոշակի ժամանակահատված է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Վանուհի,
Ռոստամ 34 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռոստամին, սիրելի Ռոստամ ձեր վրա կա տոմական անես, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռոստամ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Արմինե 30 տարեկան, Եվրոպայում կմնաք թե ոչ, Արմինե 30 տարեկան, Եվրոպայում կմնաք թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Դա ամենսուց է տալիս, որ այո, կմնաք, խնդիրներ էլ որ լինեն, դուք հաղթանակով այդ խնդիրներից դուրս կգաք, սիրելի Արմինե, այո, կմնաք, կկարողանաք բոլոր պրոբլեմների դեմ առնել, Էդուարդ 42 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էդուարդի համար, Էդուարդ 42 տարեկան, սիրելի Էդուարդ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Շավո 33 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շավոյի համար, Շավո 33 տարեկան, սիրելի Շավո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր եւ անձնականը եւ ֆինանսականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Շավո, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Մերի 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 26 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Մերի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Մերի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Տիանա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիանայի համար, Տիանա 22 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Տիանա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, ամուսնություն, ֆինանսական հաջողություն, անձնական երջանկություն է ցույց տալիս սիրելի Տիանա։ Անահիտ 54 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար, Անահիտ 54 տարեկան, Սիրելի Անահիտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, եթե պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, այդ պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացում է հաջողության ճանապարհը, ինչ երազանք որ ունեք, սիրելի Անահիտ, ինչ նպատակ որ ունեք, դա կատարվելու է։ Կարեն 26 տարեկան անձնական, Կարեն 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար,
Կարեն 26 տարեկան անձնական Սիրելի Կարեն, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, ոնց որ անձնականը ձեր փակված լինի Գիտեք ինչ, սիրելի Կարեն, այդ խնդիրները, պրոբլեմները կան, բայց նաև կա հնարավորություն մի վախեցեք, մեկ հիասթափեք, առաջ գնացեք, մի հուսահատվեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, սիրելի Կարեն։ Խաչիկ 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Խաչիկի համար Խաչիկ 23 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Խաչիկ, վախեր կա Վախենում է, գիտեք ինչ սիրելի Խաչիկ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պատանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով կհայտնեք նաև ձեր շնորհակալությունը։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ ում հարցերին որ չկարողացա պատասխանել, ներող եղեք, մյուս շաբաթ, մյուս կիրակի կարող եք եթերին տալ ձեր հարցերը, ես մեծ սիրով ձեր հարցերին նույնպես կպատասխանեմ։ Այս կանը սիրելիներս, այս կանը հաջողություն, ստեսություն։ Եթե ունեք հարևաններ, բարեկամներ, ընկերներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ կան նման ուղիղետերներ, թող իրենք նույնպես մասնակցեն այս ուղիղետերներին, իրենք նույնպես իրենց հարցերը տան։ Այս կանը սիրելիներս հաջողություն, ստեսություն։